Հայկ Թորոյանի վկայությունը գրի առնված Զաբել Եսայանի կողմ է։ Հալեբցի հայ զինվորը Հայկ Թորոյան գերմանացի սպային Էոլմանի ծառայության մեջ կճամփորդե Հալեբեն Բաղդադ, անցնելով Եփրատի երկայնքեն, ուր ցրված էին տարաքրված հայերու գարավանները, գոտորակված սովահար եւ տագավին թուրքերու վայրակության արարգա։ Հայկ Թորոյանը գահաջողի աքսորիալներու հարցակննել եւ լսածն ու տեսած գրի առնել։ Գերմանացի սպան եւ հայ զինվորը գահասնեն Բաղդադ եւ գանցնին Բարսկաստան։ Քիրմանշահի մեջ սպան գխենթենա, չգրնալով տոգալ Եփրատի եզերքը տեսած զարհուրանքին եւ անցնասպան գլա։ Հայկ Թորոյանը գջողոպրի թրքական բանագեն գանցնի Թեհրան հետոյ Գովգաս։ 1916-ին Թիֆլիզի հայ թերթերուն միջոցով առաջին անգամը լալով ինքը գգուժե թրքը Հայաստանի ներքին նահանգներուն ողտերկությունը, որուն շշուկները միայն լսված էին մինչև այդադեն։ Անգլիական կառավարությունը Լորդ Բրայսը գբութացնե Թիֆլիզ, Թորոյանի վկայությունը կվերածվի անգլիական կապույտ քրկի, ուր հայկական սարսափներու պատասխանատվության մեծ բաժինը ցկված է գերմանացիներու վրա։ Գարելի եղածուն չափ մեղմացնելով բուն ոճրագործին պատասխանատվությունը։ Հայկական արյունը գրգին գօգտագործվի ի նպաստ անգլիական կայսրության ապակա մութ շահերուն։ Բادرազմը վերջանալուն առաջ հայ Թորոյանը ծպտված գվերադառնա միջակետք գազմագերբելու համար հայ բեգորներու ազատագրության գործը։ Գծերփակալվի, գդատապարտվի մահվան եւ գազարի հրաշքով։ Զինադադարին գվերադառնա Հալեբ, գնվիրվի օրբերու փրկության գործին։ Գհիմնե Հալեբի Կիլիգյան վարժարանը հարյուրավոր աշակերտներով։ Դպոցը նյութական միջոցներու զուրկ գփակվի։ Հայկ Թորոյանը 25 տարվայի վեր հաստատված է Թեհրան։ Իր վկայությունը 1916-17-ի Գովգասահայ թերթերեն առնված առաջնության ու կարևորության բաժարով արտադպված է գրեթե ամբողջությամբ։ 1914 նոյեմբեր ամսուն գտնվեի Տիգրանագերտ։ Քաղաքին բնակչության կեսը հայ է եւ մյուս կեսը թուրք եւ քուրդ։ Հայերուն մեջ կան նաեւ փոքր թվով ասորիներ, օրենք հայախոս են, ինչպես թուրքերու եւ քուրդերու մեկ մասը։ Հայերը ունին 4 ազգային դպրոց, 2 եկեղեցի ու առաջնորդնարան։ Գզբաղվին վաճառականությամբ եւ արհեստներով։ Տիգրանագերդի մեջ հայերը ունեին մեդասեղենե գերբասներու, ալյուրի, սիգարի, թղթի բազմաթիվ գործարաններ ու դպարաններ։ Սահմանադրության հրճախում են ետքը Տիգրանագերդի հայ գյուղերնալ ունեցան են բարգավողում։ Տնտեսական այս բարգավողման հետ մեծ հաջողություն տեղի ունեցավ Տիգրանագերդի հայերու մտավոր կյանքին մեջ։ Հիմնվեցան քրադարաններ ու թատրոն, գազմվեցավ երաշտախումբը։ Իրաց այս դրության մեջ անհնար էր, որ թուրք ժողովուրդը մրցեր հայերու երաջաղց հարադիմության դեմ։ Իթիատկանները մասնավորապես մտահոգ էին եւ շատ լավ գիտնալով դե իրենք յետամնաճ ժողովրդին շարժման մեջ դնել քրեթե անհնար է, սկսան կառավարական միջոցներու դիմել հագագրելու համար հայերու ազդեցությունը։ Պայքարը սկսավ տնտեսական հողի վրա։ Օգուտ քաղելով քրիստոնյաներուն թեմ տնտեսական բոյկոթը, որ հրճակված էր Բալկանյան պատերազմի սկզբուն, սկսան կրկրություն երաջ բերել իսլամ բնակչության մեջ, միևնույն ադեն հիմնեցին մաղազայի իսլամ անունով վաճառադունը, ուր գծախվեին ամեն տեսակապրանքներ։ Թե այդնաբես եւ թե ծածուխ յորթորեին իսլամներուն ամեն գարքի հարաբերություն խզել հայերու հետ եւ գնել միմիայն իսլամները եւ մասնավորապես իթիատկանները հիմնված այդ վաճառադունեն։ Իթիատկանները նոր արիտ կփնտրեին հայոց շուգան փճացնելու եւ այդ նվադագով հրադարագեցին տեղական թերթը, որուն սակայն քրաշարերը եւ դպարանի գործավորները ստիպված էին հայերեն առնել։ Շատ բարձ է դե ժինվորական հրամանը եւ ժինվորական քրավումները ինչ սկանչալի արիթմն զիեցին օրինական ցևիտակ կողոպտելու հայերուն։ Իթիատկաններու նախակահ Մեմդուհբեյ եւ ժինվորական անցամբ կատարեցին քրագումները։ Անոնք շուգային մեջ կմտնեն հայ վաճառադները եւ անխնայ դալանի կընթարգեն։ Քրավեցին ամեն տեսակապրանքներ, նույնիսկ այնպես ապրանքներ, որոնք ովևէ գերբով չեն գրնար ծառայիլ ժինվորական դիդոյտներուն։ Քրավեցված այս ուղենեն ժինվորականները հայ թերցակներու միջոցով, որոնց ծրիկ աշխատցնեին իբր ժինվոր, շինեն դուվին հագուստներ իրենց կանոնց եւ երեխայուն համար։
Նույն տեսակ գեղեցումներու ենթարկվեցան նաև Տիգրանագերդի հայ գյուղերը։ Գրավեցին քրեդե ամբողջապես ապրանք, պաշար, սայղ եւ ամեն տեսակ կենթանիներ։ Երբ ամեն ինչ գրավեցվավ ժինվորական բիդոյքներու բարձրուկալով, նոյեմբերի ամսվա գիշերին ոստիկաններու եւ գիշերապահներու ձեռքով հրթեհեցին հայոց շուկան։ Այս հրթեհեն այրվան 1343 քանութներ, որոնց մեջ գային 7 փուր, 3 քարավանսեր եւ քանի սրճարան։ Հայերու ունյութական գորուստը շատ մեծ էր։ Հայ վաճառականությունը մեկ անգամ սնքանգվեցավ, մանավանդ որ ոչ միայն վերականգնելու ովևէ հնար չի գար, այլ ընդհակառակը կառավարությունը ամեն հնարի գործը կդներ լրացնելու համար հայերու տնտեսական կայքայումը։ Հրթեհեն անմիջապես ետքը մինչև 45 տարեկանները զենքի տակ կանչվեցան եւ 3 օր պայմանաժամ տրվեցավ։ Հայերը սկսան շտաբով ձախել կամ քրավի դնել իրենց տուները, տրամադրել իրենց զարթեղեները, որպես պետել վճարեն եւ փրկվին զինվորական ծառայությանեն, որը ստեղծած էր վտանգավոր վիճակը մասնավորապես հայերուն համար։ Հայերու բոլոր ապրանքներուն յարգ ու գինը ինգած էր։ Կառավարությունը ընդուներ չէր ինգոցքիները, որի փր զարդ կգործածեին կանայք։ Մեդաքսը գծախվեր 150 զեղջով, իսկ 5-6 սենյակով տունը 60-70 ոսկի։ Կառավարությունը այս կերպով հայ ժողովրդին բոլոր ուժերը կամելու ետքը հանձնարարեց, որ ամեն տուն պարտական էր տալ պղնձեղի ամաններ, վրաններ, անգողիներ եւ այլն ժինվորներուն համար։ Ժինվորական իշխանությունը ամեն գարքի բռնություն կգործածեր խուզարկելու բարձրուկալով։ Խուզարկելու բարձրուկալով ժանտարմաները մտնեին թուները եւ կողոպտեին։ Շուգային հրթեումեն քիչ էդ կնույնիսկ ուզեին քրակտալ նաեւ հայ թաղերը, բայց թուրք հրցիկները բռնվեցին հայ գիշերապահներու կողմէ։ Կառավարական ճնշումը հետ սկսել ստացավ անթանելի։ Նյութական ու բարոյական հարվածներ գիչնեին հայ ժողովրդին վրա անդադար։ Զենք փնտրելու բարձրուկալով կառավարությունը 150-200 քուրդ ու թուրք խուժանի աջակցությամբ խուզարկեց եկեղեցին։ Ամեն տեսակ բարձրուկ փնտրեին թալլելու ու կոդորելու համար, բայց իրենց խուզարկությունը արդյունք չունեցավ։ Երբ ցերնունայն կվերադառնային, հանդիպեցին ցերունի քահանային եւ ցեզուդակը սպանեցին զինքը։ Նույն միջոցին քահանան բարձրացան Արգնիմադենի Օսմանյան պարլամենտի հայ անդամ Չրաջյան Ստեփանեֆենտին եւ իրենց երկու որդիները, որոնք նույնպես կառավարական պաշտոնյաներ էին։ Այն միակ պատճառով, որ իրենց ընտանիքը հնչագյան էր գամարվեր։ Կառավարության թշնամական դիրքը տեսնելով բնական էր թե շատ ալե հայ զինվորություններն չէին ներկայանար հրավերին։ Բայց փախստականին փոխարեն թուրքերը կփանդարգեին անոր հայրը, մայրը կամ քույրը, մինչև որ ժինվորություն գյայտնվեր ընտանիքը փրկելու համար։ Նոյեմբերի ամսուն մեջ տեղի էր ունեցած նաև Փերեջիկի հրթեղը։ Այնտեղ ալ շուկան այրված էր եւ 70 քանութներ ինչպես շատ տյուներ փճացված էին։ Նմանօրինակ թեփքեր ու լուրեր, որ գասնեին զանազան հայաբնակ վայրերեն, այլևս տարագույց չէր թողուր թուրքերու թեպի հայեր ունեցած դիտավորություններուն մասին։ Եվ ծանր մտահոգություն մբադը շարած էր բոլոր միտքերը։ Իմ մեկնելես քիչ առաջ Փանկ Օթոմանը Տիգրանագերդի, Հալեբի, Փիթլիսի եւ Քրեդե իր բոլոր ճուղանավաճողներու մեջ հայտարարեց, որ ամեն անոնք, որ բարդ կունին Փանգին, պետք է որ որոշյալ պայմանաժամով վճարեն։ Իսկ անոնք, որ Փանգատրամ փահտրված էին, ովևէ կերպով չէին կրնար քանձել։ Այս անարդար կարկատրությունը փաճար եղավ, որ շատերը հայերը սնկանք հրճակվեն եւ քրավի իրենց ինչքերը։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտեր, թե ինչքան աստիճաններու կրնան հասնել թուրքերու վայրակությունը, հակառակ որ բարձրաստիճան պաշտոնյաներ զանազան խորամանկ ձևերով ու խոսքերով կուզեին ծածկել իրենց դիտավորությունները։ Ինչպես ամեն տեղ, այնպես ալ Տիգրանագերդու մեջ թշնամին վարվեց ջարբիգությամբ։ Աստիճանաբար ճնշելով եւ մաս-մաս գործելով հայ ժողովրդին նյութական ու բարոյական ուժերը, զայն ենթարկեց վերջնական բնաջնջման, երբ դիմադրության ովևէ հավանականություն այլևս չէր մնացած։ Տիգրանագերդի հայերը բավական զենք ունեին, բայց չէին համարձակեր բուրըն միջոցներու դիմել, որովհետև իրենց ամենանամուր բազուկները բացակայա էին ժինվորության կացածլալով։ Ժողովուրդեն մասը գարաչարգեր զենքի ուժով դիմադրել եւ ապասնավիլ Սասունի լեռներու,
մինչ ուրիշներ հուսահատական ճանկեր գնեին սիրաշահելու համար կառավարությունը։ Բոլոր յոսերը իթերև ելան, եւ բոլոր խոհեմությունները ապարդյուն մնացին։ Թուրք կառավարությունը հանկիստ ժամանակ ունեցավ իրագործելու իր ծրագիրը եւ վերջ-վերջո Տիգրանագերդի հայ ժողովուրդը ենթարկվեցավ դեղահանության եւ փնաջնջման։